Ռադիո Շանթ Հիշեցնենք սա առավոտյան սոնետն է 104.1 FM հաճախականությամբ եւ տաղավարում արդեն իսկ ունենք հյուր Եվ մեծ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, սիրելի ունկնդիրներ, մեր այս հյուրը, այսպես կարելի ասել, շատ հարազատ անձնավորություն է դարձել, մեկ անգամ չէ, որ հյուրընկալվել է մեր ծրագրին, սիրելի ունկնդիրներ, բայց այս անգամ բնականաբար յուրահատուկ առիթ ունենք հյուրընկալելու Աննա Պարոնակյանին, սիրելի ունկնդիրներ, ով Գոհարներ պարային համույթի հիմնադիր, պարուսույց եւ գեղարվեստական ղեկավարն է։ Աննա ջան, ողջունում ենք հերթական անգամ ձեզ մեր տաղավարում։ Ողջունում եմ բոլորիդ, նախ բարի լույս։ Բարի լույս։ Այս գեղեցիկ կանանային օրը լցվել է նաև ապրիլի 7-ով եւ միանգամից շնորհավորում եմ, ուզում եմ շնորհավորել մեր սիրելի կանանց, մեր մայրիկներին, քույրիկներին, առանց նրանց միայն մի պարկ ասեմ, որ աշխարհը մի բուր կլիներ, կարծում եմ, ուզում եմ, որ լինեն միայն առողջ, երջանիկ եւ բոլորիս կողքին։ Թող լինի այդպես Աննա ջան, մենք էլ քեզ ենք շնորհավորում ինձ սրտե այս գեղեցիկ տոնի արդիվ եւ վստահ ենք, որ Աննան իր սեփական զավակների համար միայն մայր չէ, այլ իր գոհարների համար էլ է մայր։ Այո, բազմազավակ։ Անպայման, իհարկե բազմազավակ մայր, դեպ վերջերս խոսում ենք բազմազավակ մայրիկները միշտ ամենաուժեղ զինվորների հետ են համեմատվել, Աննա ջան, այնպես որ դուք էլ ուժեղ զինվոր եք եւ թերևս սա է պատճառը, որ միշտ հաղթող եք։ Այսօր մենք հաղթանակների մասին անպայման կխոսենք, սիրելի ունկնդիրներ, բայց ես կուզենայի Աննային հարցնել, այ ինչպես են սկսվում հաղթող մարդու առավոտները, Աննա։ Կա ինչ-որ առանձնահատուկ արարողակարգ։ Չէ, իմ կարծիքով մայրիկների տոնը օրը սկսվում է հենց առավոտ, այսպես շատ, այո, պարտականությունները, իմ կարծիքով դպրոց, երեխաներ եւ այլն, ինչպես բոլորին է, կարծում եմ, որ ինչպես բոլորին է, ինչպես բոլոր ուժեղ մայրիկներին է, ինչպես ասեցիր դու, Սոնա ջան։ Այո, այդպես էլ կա հաստատ, իսկ հաղթանակների կերտման բանաձևը Աննայի։ Այդ ինչպես է ստացվում, որ հաղթանակները մշտապես կամքն ու հավատը։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դա առաջին իսկ մոտիվացիան է, կամքն ու հավատը։ Ինչով Աննան իհարկե շատ հարուստ եմ, ես հիշում եմ նախորդ զրույցի ժամանակ էլ շեշտադրումը հիմնականում այդ երևույթների վրա էր, շատ լավ Աննա ջան, այդպես էլ թող լինի ու մնա, սիրելի ունկնդիրներ, ինչու ենք մենք այսպես խոսում անընդհատ հաղթանակների մասին, հաղթանակներ, հաղթողների բանաձև եւ այլն, բանն այն է, որ Գոհարներ համույթը ունի հերթական հաղթանակը Ֆրանսիայում մրցույթ է տեղի ունեցել եւ մեր Գոհարները Աննայի գլխավորությամբ Grand Prix են բերել եւ մենք սրա այս առիթի հետ կապված շատ ուրախ ենք, շնորհավորում ենք եւս մեկ անգամ Աննա ջան եւ կուզենայինք մանրամասնենք այդ պատմությունը, սկիզբը, ընթացքը, մի խոսքով լսում ենք։ Ինչ փառատոն էր դա Աննա ջան եւ ինչպես ստացվեց հրավերքը մասնակցելու, հա, որտեղ տեղի ունեցավ եւ ինչ հաջողություններ գրանցեցիք։ Ահա, ուրեմն հրավերքը ունեցանք, բնականաբար հրավերքը այսպես ուղղակի չի լինում։ Մենք ունենք լավ գործընկերներ մեր կողքին, Վանք մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար եւ իհարկե գլխավոր կազմակերպիչ Էդգար Դանիելյանի կողմից, ով մշտապես եղել է միջնորդ, ով մշտապես եղել է գլխավոր կազմակերպիչ նման հրավերների եւ Bridges ասոցիացիայի կողմից հրավերք ունեցանք, ընդհանուր առմամբ Հայաստանից մասնակցում էին եւ Գյումրուց եւ Հայաստանի Հանրապետությունից նաեւ Երևանից մասնակցում էին Նորհաճն պարային համույթը եւ իհարկե մենք Գոհարներ պարային համույթը Գյումրիից եւ փառատոնը անցկացվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում արդեն 36-րդ անգամ երկի եւ բարի միջազգային մեծ մրցույթ փառատոն էր, որտեղ մասնակցում էին թվով 10-11 պարային եւ երկի վոկալային համույթներ, ինչպես նաեւ գեղարվեստական մարմնամարզություն, այսինքն համախմբված էին, այսպես գունագեղ երեկո էր եղել եւ այդտեղ միայն բար չէր, այդտեղ հետաքրքիր երեկո անցկացվեց, որ բացահայտեցին նաև նոր տաղանդներ։ Մասնակցում էին Հունգարիայից, Հունաստանից, Կազախստանից, Բուլղարիայից, իհարկե Հայաստանի Հանրապետություն, մենք, այո, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն։ Շատ լավ եւ բազմազգեր։ Այո, եւ իհարկե Լիոնից, չմոռանամ ասեմ, որ Լիոնի հայ համայնքն էլ կար եւ իհարկե զարմացրեցին իրենց նաեւ փոքրիկ երեխաներ, որոնք ֆրանսուիներ էին, կարելի ասել արդեն իսկ ֆրանսուիներ էին, բայց հայի ոգով եւ հայի մշակույթով ներկայացրեցին ամբողջ հայ պարարվեստը այդ բեմում։ Դա էլ եմ ուզում նշեմ, որովհետև իհարկե մեր սրտին շատ մոտ էր։ Մենք միայն մեր համար չէինք գնացել, նաև վայելեցինք այդ երեկոն ամբողջ ազգերի հետ։
Դա շատ հաճելի զգացողություն է, Աննա ջան, այ լինել այնտեղ եւ էլի փոքրիկների, ովքեր ծնվել մեծացել են Ֆրանսիայում, զգալ նրանց հոգում հայկական է, դա իրոք հրաշալի բան է։ Լավ, իսկ երբ գնում եք, երբ պատրաստում եք, ստացակ հրավերը, կար հավատահաղթանակի նկատմամբ, թե ամեն դեպքում կասկածներ։ Չէ, կասկածներով ենք գնացել այս անգամ, որովհետև բնականաբար ուժեղ թիմեր էին եւ առաջին անգամ էր, որ Կոարներպարային համույթը բացի Բուլղարիայից իհարկե միջազգային հարթակից, որ բերել էինք երկու առաջի հորիզոնականներ 2023 թվականին եւ մեկ երկրորդ, սա թվով երկրորդ միջազգային մեծ մրցույթներ եւ իհարկե նաեւ չմոռանամ շեշտել Սոչիից նաեւ Ռուսաստանի Դաշնությունից էինք բերել 5 մեծ հաղթանակներ, բայց կասկածը ամեն դեպքում կար եւ չեմ կարող այսպես ասել, որ չէ, գնացել ենք հավատով, որ առաջին հորիզոնական ենք բերելու, ել չասեմ Grand Prix, որովհետեւ դա իհարկե շատ մեծ անակնկալ էր, երբ որ այնտեղ թվեցին արդեն հաղթանակներն էին տալիս երեխաների, այսինքն սոլո, երյակ, դուետ, իհարկե արդեն թիմային մեծամասշտաբ մրցանակներն էին հանձնում եւ հերթը հասավ Կոարներպարային համույթին եւ այնտեղ կոչվեց Կոարներպարային համույթ Երևան, Արմենիա, Գյումրի Grand Prix։ Այսպես տարիքից նստած չգիտեմ ինչ արձագանք էր։ Միայն մի պահ հիշում եմ, որ այսպես երեխաներիս հետ իրար էինք նայում, խոսք չէինք ասում, ուղղակի լուռ արտասվում էինք, որովհետեւ երջանկության արդյունքներին մի կողմից եւ հավատներս չէր գալիս եւ իհարկե հավատուն էինք, բայց այդ րոպեին չգիտեմ ինչ կատարվեց բոլորիս այդ հուզմունքից։ Դե իհարկե այդքան բազմազգ եւ ամեն դեպքում կասկածներ անպայման կլինեն, բայց ինչ ուրախություն։ Այ պատկերացնում եմ այդ զգացողությունները, դուք պատմում եք, ես ոնց որ այնտեղ լինեի։ Բացի այդ մի բան է, երբ հայկական համայնքի արչև ես հանդես գալիս, չէ, հայը դե հասկանում է մեր մշակույթը, մեր բարը եւ մեկ այլ բան է, երբ լրիվ օտարերկրացիներ են, այնել այսպիսի մեծ բազմազանություն, հա, տարբեր երկրներ։ Այդ ամենի մեջ զբաղեցնել առաջին տեղ Grand Prix, սա կարծում եմ հրաշալի է։ Իդեպ ժյուրի անդամները բոլոր օտարերկրացիներ են։ Ֆրանսիայից էին, այո, եւ մեկ մասնակետը contemporary, դրիվ այլ ոչի մեջ մասնագետ էր, մյուս նորից բալետի դասատու էր, նորից մասնագետներ, երեքին էլ կարող եմ ասել ժամանակակից, հիմնականում իրենք ֆոլկլոր չէին, իրենք ժողովրդական բարի հետ ընդհանրապես առնչություն չէին ունեցել, բայց ուրեմն այնպես ստացվեց, որ մրցութային համարները վերջանալուն պես բեմին կանգնած են մեր երեխաները, հանգստանում են, մինչև գալահամերգը պետք է սկսվի, բոլորս վայել են գալահամերգը եւ գալահամերգի վերջանալուց հետո մրցանակաբաշխությունն է լինելու, սպասում ենք անհամբեր, մեկ էլ կազմակերպիչ աղջիկներից մեկը իդեպ ասեմ, որ դուստս է եղել այդ օրերի ընթացքում մեր գլխավոր թարգմանիչը, եկավ մոտեցավ, թե ով գիտի մեր լեզուն, ֆրանսերեն, անգլերեն, աղջիկս թե ես եւ այլն, գիտեք, դուք ընտրվել եք որպես լավագույն համար ժյուրիի կողմից, մուշ պարային համարը ընտրվել է որպես լավագույն երեկոյի համար եւ այս 5-6 պարային համար, երկի եւ պարային համարների հետ նաեւ մասնակցելու եք դուք։ Ձեր ժամանակ 10 րոպե, որ դուք փոխվեք, այդ ուրախությունը համ հուզմունք կար, համ կասկածներ կար, թե ինչի ենք ընտրվել, բայց ինչ կար, որ ընտրվել ենք եւ այլն, դե չես կարող ամեն դեպքում ոչ մի բան մանրամասները, բացից փակագծերը, չագերտները այդտեղ անհամբեր սպասում էինք, այսպես սրտատրոպ սպասել ենք այդ 20 րոպեն, երբ պիտի վերջանա գալահամերգի, որ հասկանանք, թե եւ գալահամերգը վերջանալուց հետո հասկացանք, որ երկու պարային համար էին ներկայացրել, նորը, որը որ պրեմիերա էր, հենց Փարիզի բեմից եղավ, Լեմենիլ բեմներ Փարիզի եւ Էշխամետ համարներ, որ առաջին անգամ ներկայացրեցինք միջազգային հարթակում եւ իհարկե մեր գլխավոր այցեկարտը, որ տարիներ շարունակ մեզ բերել են մեծ հաղթանակներ մուշ պարային համարը, որը որ այս անգամ եւս հաղթեց, այս անգամ արդեն Grand Prix մեծ կանցն ենք բերել մեր հետ։ Շատ ուրախալի։ Փարիզից Դուք եք ինքներդ ընտրել ստեղծագործությունները եւ ինչքան ժամանակ պահանջվել ձեզ այդ ամենին նախապատրաստվելու համար։ Այո, Էդգար, ես էի ընտրել, որովհետև, ինչպես նշեցի նոր, մուշ պարային համարը մշտապես է եղել, մեր Ադանան, մուշը մշտապես եղել է մեր միջազգային հարթակներից, գանձեր բերելու ամենաառաջին, այո, երաշխիքը, իսկ Էշխեմետ պարային համարը նոր ծնունդ էր,
Եվ ուզեցի, որ այդ նոր մեծ գործը Փարաջանովյան գույներն էին ներկայացվել այդ բարի մեջ։ Հետաքրքիր է։ Ահա, եւ ուզեցի, որ այդ գործը ներկայացվեր այդ մեծ հարթակում, տեսնեի։ Ես ինքս էի փորձելու ինձ եւ փաստորեն ես չսխալվեցի եւս այս անգամ։ Մասնագիտական հմտությունը հենց դա է Աննա ջան, որ արդեն զգում ես, որ ընտրությունը այնքան ճիշտ է կատարվում, որ չես սխալվում, անգամ մրցանակներ, այսպիսի խոշոր մրցանակներ ես բերում։ Ինձ մի հարց է հետաքրքիր, Աննա, այ Փարիզ, այսպես Եվրոպա, եւ մեր մուշը, մեր կողտրիկ մուշը եւ մեր չքնաղ Էշխեմեդը։ Ինչպես կարողացաք անել, որ մուշը եւ Էշխեմեդը նվաճեցին եվրոպացիների սրտերը, հոգիները եւ բերեցիք այդ Grand-Prix-ին։ Ո՞րն է գաղտնիքը։ Ի վերջո կա մի բան, Աննա, ո՞րն է այդ գաղտնիքը։ Նախ եւ առաջ ասեմ, որ երաժշտությունը միզանսցենը, որը որ տարավ բոլորին, անգամ ժյուրի անդամներին, որոնք երևի թե քիչ են տեղյակ, ոչ բոլորն են տեղյակ Հայաստանի պատմությունից, բայց պարը ինքնին ներկայացված էր ամբողջ պատմությունը իր մեջ առած։ Այսինքն եւ երաժշտությունը եւ բարի բեմադրությունը ամբողջը տարավ մեզ դեպի Արևմտյան Հայաստան եւ կարծում եմ, որ ով էլ լիներ, ինչ տեսակ ժյուրի էլ որ լիներ, ինչքան էլ որ գաղափար չկազմեր, կարծում եմ, որ հենց այդ րոպեին կհետաքրքրվեր, տեղում կիմանար, ինչի մասին է խոսքը, ինչ ապրեցին երեխաները եւ այլն, եթե Հայաստանի Հանրապետություն կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունից ենք գնացել, կարծում եմ, որ արդեն իսկ տեղյակ են Հայաստանի ինչ որ չափով Հայաստանի պատմությունից, բայց բնականաբար մանրամասները բարի, եթե անգամ չհասկանան էլ, ինձ թվում է, որ ժյուրին կմոտենար, հաստատ կհարցներ, բայց փաստորեն գիտեր, լավ էլ տեղյակ էր, որովհետև մոտեցավ մեր մենապարուհուն, մեր Սոնային Սիսլիան, որը որ քաջաբար այս անգամ էլ ուզում եմ այստեղից էլ ասեմ, ամեն ինչ արեց, իր ներդրումն ունեցավ եւս այս անգամ, որ թիմին բերեր այս մեծ գանձը։ Մեր մենապարուհուն էլ մոտեցավ, գովեց, իր գովեստի խոսքերն ասեց ժյուրին, հենց առանձին կարծում եմ, որ սա հաղթանակների հաղթանակն է եւ ժյուրին հենց անձամբ է մոտենում թիմի անդամներին եւ ասում իր խոսքը։ Բնականաբար այդպես էլ կա, Աննա ջան։ Ես հիշում եմ անցյալ անգամ, երբ մեզ հյուր էի, ասացիր, որ քո ամեն ինչով պարտական ես մայրիկին։ Ինձ հետաքրքիր է, առաջինը էլի մայրիկին ես զանգարել տեղեկացնելու համար քո հաղթանակի մասին։ Այս անգամ Արսենին է։ Ամուսնուս, որովհետև այսպես հեռախոսների ձեռքերին անամբեր սպասում են Արսենի, որովհետև բնականաբար չեմպիոնին կարծում եմ, որ հեռավորության վրա կհասկանա, Արսենն էլ իր հաղթանակներն էին զանգում առաջին ասում, թե չէ ներում չի լինի։ Եվ բնականաբար հետո մայրիկիս, իհարկե, Արսեն, հետո մայրիկ։ Տեսեք այդ շահագրգռվածությունը Արսենի, Աննա, արժե ամեն ինչ, ամեն անգամ այս ամեն մեր հարցազրույցը կազմակերպելիս էլ նախնական զրույցը իր հետ է կայանում եւ այնքան հաճելի է զգալ այդ աջակցությունը, այդ ուժը, ես կարծում եմ, որ Աննայի ուժի աղբյուրներից մեկն էլ Արսենն է։ Այո։ Եվ զարմանալի չէ, որ դուք մշտապես կարողանում եք այսպես գոհարներով բերել շատ ու շատ հաղթանակներ։ Ես տեսնում եմ, դու շատ ոգևորված ես այս հաղթանակից։ Ես կարծում եմ, դա նոր հաղթանակների սկիզբ է, այո։ Արդեն իսկ ունենք հրավեր այնտեղից եւ արդեն իսկ պատրաստվում ենք դեպի մյուս տարվա միջազգային հարթակը։ Ֆրանսիայելի։ Ոչ, արդեն այս անգամ Իսպանիա։ Իսպանիա հրաշալի։ Այո, եւ առաջն աստված նորից ես չեմ քայլում Աստծո պլաններից այն կողմ եւ կարծում եմ, որ այո, եւս այս անգամ պետք է լավ պատրաստվենք հանուն մեր Հայաստանի, հանուն մեր Գյումրու, որովհետև հեշտ չի լինում ոչ մի բան, այս անգամ էլ է շատ դժվար, որովհետև այդ միջոցները սեփական երեխաներ իրենք իրենցով, իրենց ծնողներով ամեն ինչ արել ենք, մինչև վերջի լուման դրել ենք, որ կարողանանք հասնել մեծ արդյունքի։ Երևի ամենաբարդը դա է հենց, չէ՞։ Գնալ այդտեղ հասնելը։ Այո։ Ահա, դե թող պատրաստվեն կրակոտ իսպանացիները, թե մեր չքնաղ մուշը Էշխեմեդը վստահ եմ, որ էլի այլ տարբերակներ էլ կմտածեն։ Նորից նոր պար է ծնվելու եւ կարծում եմ, որ Էշխեմեդը այս տարվա պրեմիերային համարն է եւ բազմաթիվ դերմրցույթների ենք մասնակցելու եւ ես չեմ էլ կարծում, որ մեր երեխաները այսինքն բնականաբար, բայց սա էլ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության մեջ ինչքան էլ որ մենք մրցույթների ենք մասնակցել, ավելի բարդ է եղել տեղ բերելը, ավելի բարդ է եղել, որովհետև
Հայաստանում տաղանները շատ են։ Ես չեմ ուզում անջատել ոչ մեկին եւ չեմ էլ ուզում այստեղ գովաբանել միայն գոհարներին եւ ուզում եմ ասեմ, որ այո, մեր թիմերը բոլորն են մեկը մյուսից արժանի են լավագույն հաղթանակներին, աշխատում են բոլորը։ Աշխատում են Հայաստանի Հանրապետության մասշտաբով բոլոր մարզերից, բոլոր պարուսույցներն էլ, ես ուզում եմ գովաբանել բոլորին էլ, որովհետև իսկ Գյումրի բնականաբար միշտ էլ առաջ է եղել։ Ինձ հետաքրքիր է Հայաստանից միայն դուք հաղթեցիք, թե մյուս պարային Հիմա համույթը ասեմ, նույնպես։ նոր հաճմպարային համույթը բերեց առաջին հորիզոնական, Լեոնի պարային համույթը այնտեղ նոմինացիոնը առաջին սոլո, երկրորդ, երրորդ հորիզոնականներով նորից առաջին հորիզոնական, իսկ մենք Grand Prix։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր իր ազգային, ես ինչքան հասկացա։ Այո։ Իսկ այ Իսպանիայում ինչ որ փորձարկումներ լինելու են, գուցե իսպանական ինչ որ բան մտցնեք, որ ել ավելի գերեք, կա այդպիսի մտահղացում, թե չէ։ Մենք ունեցել ենք եւ հիմա էլ ունենք իսպանական գործեր, ֆլամենկո, բայց չգիտեմ, կարծիքով, եթե դու գնում ես Հայաստան ես ներկայացնում, իհարկե մենք մեր գործն են անպայման կունենանք մաստեր կլասներ այնտեղ, բայց եթե դու քո Հայաստանն ես ներկայացնում, պետք է ներկայացնես քո մշակույթը, քո պատմությունը։ Այդ թող իսպանացիներ ներկայացնեն իրենցի, ես մեծ հաճիկով կսովորեմ նորից փորձի փոխանակում կունենանք, որովհետև կարծում եմ, որ մեր երեխաներն են իրենց պարադարանում, իրենց բազան կհարստացնեն ավելի շատ այնտեղ։ Այսպեսի մի հարց էլ, այ գնացիր, տեսար, շատ հաճելի էր, հաղթանակ, մասնակցություն, իսկ ծրագրեր կան այդպիսի ինչ որ հետաքրքիր փառատոն նաև այստեղ կազմակերպել միջազգային քո կողմից։ Չէ, ոչ մի անգամ իմ մտքով չի անցել, ճիշտն ասած, չէ, ոչ մի անգամ չի անցել, որովհետև այսպես մենք մտնում ենք պարասրահ, դուրս ենք հոգնած գալիս պարասրահից եւ ընտանիք, երեխա եւ այլն, այսպես ոչ մի անգամ նմանատիպ մեծամասշտաբ բաներ իմ մտքով չի անցել, որ ես կազմակերպեմ, կարծում եմ, որ պետք չի էլի, որ ամենտեղ կազմակերպ դու լինես այն գանձը, որ կարողանաս քո գործը ներկայացնել։ Դրա համար կան հատուկ մասնագետներ, հատուկ կազմակերպիչներ, դա կարծում եմ, որ շատ մեծ պատասխանատու գործ է։ Ուղղակի օգտագործելով քո փորձը եւ կապերը կարելի է նաեւ այդ ամենը այստեղ անել, կարծում եմ շատ հետաքրքիր կլիներ։ Դա երևի թե տարիների, այո, մտածելու բան է, տարիների։ Երևի Էդգար, երևի։ Աննան համեստորեն ասում է երևի, բայց մենք հոսքում ենք, որ հաստատ։ Որովհետև այդ ներուժը իրոք նկատելի է, Աննա ջան, թաքցնելու բան չէ, ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչվում են արվեստի հետ, որը ներկայացնում ես դու եւ քո գոհարները, վստահաբար դա նկատել են շատ ավելի լավ, եւ ես ինչ որ ներքին վստահություն ունեմ, որ բարը լինելով յուրաքանչյուր ազգի, այսպես դեմքը ներկայացնող երևույթներից մեկը, այս անգամ էլ Իսպանիայում ձեզ էլի հաջողություն է բերելու, որովհետև մեր այդ գողտրիկ, շատ հաճախ մոռացված, շատ-շատերի կողմից չնկատված մեր արժեքները, երբ հայտնվում են միջազգային ասպարեզում, կարողանում են այնպիսի հաջողություններ կերտել, այնպիսի նրբությամբ են հասնում մարդկանց սրտերին, որ անհնար է, որ իրենք դա չտեսնեն ու չգնահատեն, Աննա ջան, եւ վստահ եմ, որ դու կկարողանաս դա անել գոհարների հետ, հավատում եմ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Նաեւ ասեմ, որ մենք ոչ միայն այս անգամ հայցելեցինք Ֆրանսիա, նաև շրջագայել են մեր երեխաների Իտալիա, Ռոմ ծանոթացան իհարկե Իտալիայի մշակույթի հետ, այս անգամ չհասցրեցինք ուղղակի ժամանակի մեջ, որ հայ համայնքի հետ ունենայինք հանդիպում եւ մեր գործերն ու աշխատանքները ներկայացնենք նաեւ այնտեղ փառատոնյան շրջանակներում, դա էլ մյուս անգամ ենք որոշել, անպայման կազմակերպենք, բայց այս անգամ իհարկե մեծ տպավորություններով վերադարձել ենք հետ, որովհետեւ այսպես նման էին, ես նմանացրեցի ինչ-որ չափ Հայաստանի պատմության իր հնաոճ մշակույթով, Իտալիան եւ կարծում եմ, որ երեխաները շատ բան սովորեցին, շատ բան իրենց մեջ առած հետ վերադարձան։ Դա շատ կարևոր է։ Սա նորից սկիզբն է։ Հավատում ենք ու վստահ։ Հեռուստատեսությունների կողմից կար այդ ամենի լուսաբանում ցուցադրվեց ձեր ելույթը ինչ-որ տեղ, թե ոչ։ Ֆրանսիայում։ Ճիշտն ասած չենք հասցրել նայել, որովհետև նախավերջի օրն ենք մենք մասնակցել փառատոնին եւ դուրս եկել Ֆրանսիայից, Փարիզից արդեն, բայց կարծում եմ, որ անպայման
բնականաբար լրատվական միջոցներն են իրենց գործն են ունեցել այդտեղ, մեծամասշտաբ կազմակերպված փառատոներ չեմ կարծում, որ անդրադարձած չլինեն։ Ուղղակի լավ կլիներ, որովհետեւ նաև օտարերկրացիներ նաև այդ կերպ հաղորդակիցներին հայկական մշակույթին եւ տեսնեն ինչ լավ փոքրիկներ են այստեղ ապրում։ Իմ կարծիքով արդեն դալիճը հերիք էր եւ ժյուրին էլ հերիք էր, որ կարողանար իր գաղափարը կազմեր հանդեպ Հայաստանի Հանրապետության թիմերին, իհարկե նաեւ բոլորի հանդեպ։ Աննա ջան, ես կուզենայի լսել նաեւ քո խոսքը, քո սաներին կամ նաև նրանց, ովքեր պատրաստում են ինչ-որ մրցույթի մասնակցել, մասնավորապես պարային ոլորտում, եւ կա ինչ-որ վախի զգացողություն, տարակուսանք, խոսքը, հաղթողի խոսքը կուզենայի հնչեր ծրագրի ավարտին արդեն։ Սոնա ջան, ես բազմիցս անգամներ ասել եմ ու նորից եմ կրկնում ու նորից եմ ասելու, որ իհարկե իմ սաներից սկսած վերջացրած այլ համույթներով այս աշխատանքը հեշտ չի, բնականաբար շատ բարդ է աշխատել 50-60 երեխաների հետ, կոնկրետ մեր թիմի մասին է դա խոսքը, ու աշխատել այնպես, որ այդ երեխան բերի այսօր Grand Prix։ Այսինքն դա տարիների ունեցած խոսքներ, տարիների ասելիքը, եւ ինչ են սովորել այս տարիների ընթացքում, միայն որ հավատան իրենց ուսուցչին, հավատան իրենց ղեկավարի խոսքին, հավատան, եթե ես սխալվելու եմ, անգամ եթե ես սխալվելու եմ, բայց քիչ են եղել նման դեպքեր, կարելի ասել չեն եղել։ Եթե անգամ սխալվելու ենք բոլորս իրար հետ, պետք է չառանձնանան, իրենց եսը չառանձնացնեն բոլորից։ Եթե գնալու ենք խորտակվելու, այսպես ասեմ, բոլորս միասին, եթե ոչ, ուրեմն ոչ, հավատքը ղեկավարի խոսքին, հավատքը իրենց գործին, կամքը իրենց գործին, ուժը իրենց գործին բերում է մեծ հաղթանակներ։ Ես դա ասում եմ 4 տարեկանից սկսած սաներիցս, վերջացրած մինչև 25 տարեկան սաներիս, որոնք արդեն իսկ դաստիարակվել են, խոսքը իրենց հասել է տեղ, կարծում եմ հասել է, որ այսօր ունենք արդեն այս արդյունքը։ Եվ իհարկե իմ կոչն է բոլոր թիմերին, բոլոր պարուսույցներին, որ մեկը մյուսին հավատան։ Եվ իհարկե փոխադարձ ես հավատում եմ նաև իմ սաներին, որովհետև իրենք ամեն ինչ են, որ պարուսույցը ղեկավարը հավատա իրենց, այն փոքրից սկսած։ Ես հավատում եմ, բոլորին էլ հավատում եմ ու ուզում եմ, որ այդ հավատը լինի փոխադարձ։ Ես կարծում եմ, որ ամեն բան ասված է, սիրելի ունկնդիրներ, հավատը, աշխատասիրությունը, նվիրումը, ցանկացած գործի բերում է իր պտուղը եւ այս պարագայում մենք անզեն աչքով նկատեցինք թե ինչ հաջողությունների կարող է հանգեցնել գոհարների եւ Աննայի աշխատանքը։ Աննա ջան, եւս մեկ անգամ շնորհավորում ենք։ Իսկ թե ես իրոք յուրաքանչյուր գյումրեցու հայի եւ յուրաքանչյուր գյումրեցու հաղթանակով ուրախանում եմ այնպես ինչպես իմ անձնական հաղթանակով կուրախանայի։ Եվ ուզում եմ, որ այդ հաղթանակները այնքան շատ լինեն, որ մենք բոլորս միասին այդ ուրախությունն տոնելու առիթներ շատ ունենայինք։ Եվ այս լուսավոր սիրուն օրով ուզում եմ, որ բարի լուրերը, բարի նորությունները քո եւ քո գոհարների կյանքում շատ լինեն։ Շնորհակալ ենք շատ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ բոլորիդ, ուզում եմ նաև իմ շնորհակալություն հայտնել իմ թիմի բոլոր անդամներին, ովքեր այս անգամ կողքին էին, այն անդամներին, ովքեր չկարողացան այս անգամ գալ, որովհետև դեսպանատներից ունեցան մերժումներ, ցավոք սրտի, այդ երեխաների, այսպես մեր կողքին լինելը դա էլ էր հավատարմության նշան, կարծում եմ։ Ամբողջ այն 10 օրը, որ մենք Հայաստանի Հանրապետությունից բացակայել ենք իրենց ընկերները, Գյումրուց, այսպես ամեն 5 րոպե հեռախոսները չեն դրել կողքի։ Ամեն 5 րոպեն մեկ այսպես զանգում էին։ Սոցցանցերով մեր հետ կապի մեջ են եղել իրենց ծնողները, ընտանիքները։ Բոլորին ուզում եմ շնորհակալությունը հայտնել գալացող թիմի անդամներից, վերջացրած չգալացող թիմի անդամներին, որովհետև այսօր փոփոխական է ամեն ինչ եւ չի կարելի այսպես ընկճվել, նստել, վայ, մերի չի ստացվում եւ այլ, բոլորին էլ մի օր կստացվի հաստատ, որովհետեւ հենց այդ խոսքը, որ ասում եմ հավատը, դա ուղղակի չեմ ասում ու դա բերում է մեզ հաղթանակների։ Շնորհակալ եմ այն հավատարիմներին, ովքեր տարիներ շարունակ եղել են թիմի կողքին, շնորհակալ եմ նրանց, ովքեր խրախուսել են, աղոթել են բոլորիս համար, աղոթքներն առ Աստված հասել են տեղ, բնականաբար բոլորինս էլ, եւ շնորհակալ եմ իմ տան անդամներին, իմ ամուսնուն, իմ փոքր դիստրիկտին, որ 10 օր համբիրեց։ Շատ մինչև ես վերադարձա,
Շնորհակալ եմ բոլորին։ Ինքներ էր Իմ շնորհակալությունները որ հաղթանակ է լինելու։ Աննա ջան, դրա համար համբերել է։ Ապակա գոհար է։ Ես գիտեմ։ Ապակա գոհար է, ճիշտ է։ Բոլորին իմ շնորհակալությունները այս անգամ շատ են, չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղից վերջացնեմ, գիտեմ որ մենք դեռ մեր այսպես նայում եմ Grand Prix-ին, չեմ ուզում տանից հանեմ դուրս, ասում դառնում եմ այսպես նայում եմ իշ փայլին, չգիտեմ գանձ ենք բերել մեր հետ ու հենց այդ խոսքերը որ ասում եմ շնորհակալություն տարիներ շարունակ բերեցին, հանգեցրեցին մեր հենց այս կետին։ Թող հավատը միշտ Աննայի եւ Գոհարների հետ լինի ու հաղթանակները միշտ կլինեն Աննա ջան, շնորհակալ ենք։ Սիրելի ունկնդիրներ, այսքան այս առավոտվա համար նշեմ, որ մեր շատ հրաշք հաճելի հարցազրույցի տեսագրությունը շուտով կգտնեք ռադիո Շանթ Գյումրի եւ YouTube-յան մեր էջերում սիրելիներս եւ կհետեւեք նաեւ այս տարբերակով եւ ամփոփենք նաեւ ծրագիրը Հարցը այսօրվա մեր սիրելի ունկնդիրներ էլի մայրության տոնի հետ էր կապված, ուրեմն որ մարզաձևի հետ էին համեմատել մայրիկների ջանքերը այդ էներգիան, որ տրամադրում են բալիկներին մեծացնելուն եւ ողջել էին, որ այդ ամենը նման է մարաթոնյան վազքին։ Միանգամից ես էլ հասկացա։ Մարաթոնյան վազքի պատասխանը փաստորեն։ Դե ինչ, սիրելիներս, այսքանը մեր հաղթողներին էլի շնորհավորում ենք ու խոստանում որ կհանդիպենք վաղը։ Ինչ բոլորիդ լավ, հաճելի, գեղեցիկ տոնական օր, կհանդիպենք վաղը առավոտյան ուղիղ ժամը 9-ին։ Ռադիո Շանթ